Ողջույն հայություն, ողջույն ծովափնյա չքնաղ հանգիստը նախընտրող հայր։ Մենք շարունակում ենք գտնվել Եգիպտոսում, ավելի կոնկրետ Շարմ էլ-Շեյխում, եւ այս անգամ միասին կբացահայտենք Dreams Vacation հյուրանոցը։ Օդանավակայանից հյուրանոց ընկած հեռավորությունը մոտ 19 կիլոմետր է, իսկ տևողությունը 18-ից 19 րոպե։ 4 հատխանի այս հյուրանոցը գտնվում է երկրորդ գծում Ռասում էլ-Սի ծոցում, որն ինչպես գիտեք, պաշտպանված է քամիներից։ Միասին անցնենք ներս եւ տեսնենք, թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի տվյալ հյուրանոցը։ Գնացինք։ Ինչպես արդեն ասացի, Dream Vacation հյուրանոցը գտնվում է երկրորդ գծում։ Այն գտնվում է Dream Beach Resort հյուրանոցի հարևանությամբ եւ ունեն որոշ ընդհանուր ենթակառուցվածքներ՝ ալակարտ ռեստորաններ, լողավազաններ, ակվապարկ, սպա սրահ, մարզասրահ եւ լողափ։ Լողափի հեռավորությունը հյուրանոցի ընդունարանից ոտքով հանգիստ քայլելիս կազմում է 8-ից 10 րոպե։ Ճանապարհը ձեզ կբերի աստիճաններով դեպի լողափ իջնելու հատվածը։ Նաեւ ոչ կանոնավորված ժամերին գործում են միկրոավտոբուսներ, որոնք հյուրերին տեղափոխում են Dream Beach հյուրանոցի հատված, որտեղից արդեն վերելակով կամ ոտքով կարող եք իջնել դեպի լողափ։ Դե իսկ լողափի եւ մնացած ենթակառուցվածքների մասին կարող եք ծանոթանալ մեր նախորդ ինֆոբլոգից, որը Dream Beach հյուրանոցի մասին է։ Ինչպես շատ ու շատ հյուրանոցներում, Dream Vacation հյուրանոցում նույնպես կենտրոնական մուտքից մտնելով ներս հայտնվում ենք ընդունարանում, որի աջ մասում գտնվում է գրանցման հատվածը։ Այստեղ գրանցում են մեզ, տալիս են թևնոցներ եւ ուղեկցում են դեպի համարներ։ Այս հարկում գտնվում նաեւ սպասասրահ եւ լոբի բար, իր տերասը, որտեղ all inclusive փաթեթով հանգստացողներին անվճար առաջարկում են զովավցի ջմպելիքներ, թեյ, սուրճ։ Նաեւ 13:00-ից մինչ 23:00 եգիպտական ալկոհոլ եւ ալկոհոլային կոկտեյլներ։ Հյուրանոցում կա 5 լողավազան, որոնցից 2-ը տաքացվում են տարվա ձմռան ամիսներին։ Լողավազանների մոտ կան հարմարավետ ներքնակներով փայտյա տապչաններ եւ փայտյա հովանոցներ։ Հարգելիներս, ցույց տամ ձեզ այստեղի համարները եւ առաջին համարը, որ ցույց կտամ, սուպերիոր համարն է այստեղի, անցնենք ներս, տեսնենք թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի այն։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ մուտքից դեպի աջ լոգարանն է։ Մաքուր, լուսավոր։ Ասեմ, որ այն վերջերս է ռինովացիա անցել, լոգախցիկը այստեղ սրբիչներն են,
Խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, շամպուն, լոգանքի համար նախատեսված գել, կոնդիցիոներ, ամեն ինչ։ Հայլին խոշորացնող անցնենք առաջ, լոգանի դիմաց գտնվում է զգեստա պահարանը, մաքուր, սպիտակ, կախիչները, զգեստները կախելու համար հավելյալ բարձր ծածկոցը, այստեղ նույնպես կա բարձր և ծածկոց հավելյալ սեյֆը, որը անվճար է և դարակները ձեր իրերը դնելու համար։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, այստեղ իրերը դնելու հատվածն է, տակը կոշիկների համար նախատեսված հատվածը, TV-ին, ֆենը գտնվում է այստեղ, որը բավականին հզոր է։ Այլին, թեյ սուրճի հատվածը, այստեղ կա ջուր, 1 լիտր, սառնարան, որը դատարկ է, king size մահճակալը և 2 բազկաթոռ իր սեղանով։ Համար ունի նաև պատշգամբ, տվյալ համարը որտեղից բացվում է տեսարան դեպի լողավազանը։ Պատշգամբում կա չորանոց, երկու աթոռ և 1 փոքր սեղան։ Եվս մեկ սուպերիոր համար, բայց արդեն 2 առանձին մահճակալներով անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Մենք ներսում ենք և այստեղ արդեն մուտքից դեպի ձախ է գտնվում լոգարանը, մաքուր լուսավոր, խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներով, լոգանքի համար նախատեսված գել, շամպուն, կոնդիցիոներ, ցույց տամ ձեզ լոգա խցիկը, ասեմ, որ շատ կարևոր, երբ այս հատվածը անցման այստեղ բարձր է լինում և ջուրը դուրս չի գալիս։ Լոգանի դիմաց գտնվում է զգեստա պահարանը, որտեղ կան կախիչները հագուստների համար նախատեսված, մյուս կողմում հավելյալ բարձը, ծածկոցը, սեյֆը և դարակները բավականին տարողունակ։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը 2 առանձին մահճակալներով, բավականին մեծ են նրանք։ Այստեղ նույնպես կա 2 բազկաթոռ իր սեղանով, մինի բարի հատվածը, որտեղ կա թեյ, սուրճ, ջուր, այստեղ նույնպես կա սառնարան, որը դատարկ է, այլին, TV-ին, այստեղ է գտնվում կոնդիցիոները կառավարելու սարքը և այստեղ նույնպես ֆենը գտնվում է դրսում։ Համար ունի պատշգամբ, որտեղից նույնպես բացվում է տեսարան դեպի լողավազանը, 2 փոքր աթոռ, չորանոց, անցնենք առաջ և ցույց տամ ձեզ այստեղի ստանդարտ համարը, տեսնենք թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի այն, անցնենք ներս։ Եվ այսպես մենք ներսում ենք և մուտքից ձախ լոգարանն է, ասեմ, որ տվյալ համարները ռինովացիա չեն անցել, վերանորոգումը հին է։ Այստեղ կա նույնպես խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներ, խոշորացնող հայլին,
BD զուգարան այստեղ լոգանքի համար նախատեսված հատվածն է վաննայով ինչպես տեսնում եք երևում է որ հին են ստանդարտ համարները լոգանի դիմաց գտնվում է զգեստա պահարանը որտեղ կա ծածկոց, կախիչները Մյուս հատվածում գտնվում է սեյֆը և դարակները Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու համար նախատեսված հատվածը king size մահճակալով երկու բազկաթոռ իր սեղանով ինչպես տեսնում եք նրանք նույնպես հին են Այսինքն տվյալ հատված ամբողջությամբ դեռ ռինովացիա չի անցել։ Ֆենը այստեղ նույնպես գտնվում է սենյակում, թեյի սուրճի հատվածը, ջուր, TV-ին և այստեղից կա ելք դեպի պատշգամբ Պատշգամբը փոքր է, բայց էֆեկտիվ։ Այստեղից բացվում է տեսարան դեպի լողավազանը և հյուրանոցի այս տարածքը։ Եվ դարձյալ եւս մեկ սուպերիոր համար, որն ունի տերասա։ Մենք ներսում ենք և մուտքից դեպի աջ լոգարանն է։ Ինչպես արդեն ասացի, տվյալ կատեգորիայի համարները անցել են ինովացիա, վերանորոգված են թարմ, մաքուր, լուսավոր։ Այստեղ է գտնվում լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, շամպուն, մարմնի գել, մարմնի լոսյոն, կոնդիցիոներ։ Ցույց տամ ձեզ լոգախցիկը։ Սրբիչները Անցնենք առաջ Լոգարանի դիմաց գտնվում է զգեստա պահարանը որը բավականին ընդարձակ է մեծ, տարողունակ հավելյալ ծածկոցը, բարձը Այստեղ գտնվում է սեյֆը, դարակները Եվ ցույց տամ ձեզ ննջելու հատվածը king size մահճակալով, այստեղ կա ևս առանձին մեկ մահճակալ, այս մասում թեյի սուրճի հատվածն է, այստեղ կա ջուր, սառնարանը, որը դատարկ է, մինի բար այստեղ վճարովի է, TV-ին, ինչպես նաև ֆենը, Այստեղ նույնպես կա երկու բազկաթոռ, փոքր սեղան Մահճակալների կողքին կան Այս կողմում անձեռոցիկ, մյուս կողմում հեռակառավարման վահանակի պատյան Այս չկան ինչպես տեսնում եք վարդակներ Այստեղից կառավարում եք լույսերը Ոչ աջ, ոչ ձախ կողմում չկան վարդակներ Ես տեսա միայն այստեղ և հեռուստացույցի մոտ ֆենը միացնելու համար Եվ ինչպես արդեն ասացի, տվյալ սուպերիոր համարն ունի տերասա
Այժմ տեղափոխվենք հիմնական ռեստորան, որտեղ մատուցում են նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը։ Ուտեստների տեսականին ամեն օր գրեթե կրկնվում է, ու չնայած դրան նրանք համեղ են ու բազմազան։ Եվ բացի հիմնական ռեստորանից, այստեղ կան ասիական եւ մեքսիկական խոհանոցներով հարուստ ալակարտ ռեստորաններ, որոնք անվճար կարող եք այցելել յուրաքանչյուրը մեկ անգամ 7-օրյա փաթեթով հանգստանալու դեպքում։